Սիրելի ընկերներ, քիչ առաջ իրենց ձևով շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանը տեսանյութ հրապարակեց դպրոցաշենները վերնագրով։ Տեսանյութում ծայրից ծայր սուտ ու կեղծիք էր տարածում Նարեկ Կարապետյանը, ասելով, թե կառավարության որոշման համաձայն Սիսիանում դպրոցներ են փակվում եւ երեխաները ստիպված են լինելու առաջիկայում տասնյակ կիլոմետրերով ոտքով ճանապարհ հատել, որպեսզի հարակից գյուղերում շարունակեն իրենց ուսումը։ Նախ պիտի հիշեցնեմ Նարեկ Կարապետյանին եւ տխրեցնեմ հղում տալով մի գաղտնազերծված ձայնագրության, որում պատգամավոր Արտուր Սարգսյանը բոլորովին վերջերս ասում էր, թե սրտնեղած ընդ որում ասում էր, թե Սիսիանում այնպիսի շինարարական եռուզեռ է, այնքան մեծ թվով դպրոցներ են կառուցվում եւ քաղաքացիները մեծ թափով ներգրաված են այս գործընթացին, որ պարզապես հնարավոր չէ նրանց շեղել այս պրոցեսից եւ բերել Երևան ցույցերին մասնակից դարձնելու նպատակով։ Ինչ խոսք, շատ անհարմար բան ստացվեց այս իմաստով։ Երկրորդ արձանագրումն անենք։ 50 հոգու համար նախատեսված դպրոց ենք կառուցում, ասում եք թալան է։ 150 հոգու համար եւ 1500 հոգու համար նախատեսված կրթահամալիր ենք կառուցում, ասում եք վայ, այն փոքր դպրոցները փակում են։ Մի հատ կողմնորոշվեք, հարգելի ձեր ձևովներ։ Երրորդ արձանագրումը։ Դպրոցները չեն փակվում, այլ հիմնանորոգվում են, մի դեպքում նորերն են կառուցվում, մյուս դեպքում 0-ից վերակառուցվում են։ Եվ պիտի տխրեցնեմ նաեւ մեկ այլ արձանագրմամբ Նարեկ Կարապետյանին, որ ոչ թե երեխաները ոտքով պիտի հատեն ճանապարհ, այլ ֆյուչերով նախատեսված է հաջորդ տարի ձեռք բերել ավտոբուսներ, որոնք երեխաներին կուղեկցեն տնից դպրոց եւ դպրոցից տուն։ Շատ անհարմար բան ստացվեց։ Տաշիր Սամոյի եղբոր որդին գնացել կանգնել էր Սիսիանի դպրոցների դեմ, աղաղակում էր, թե տեսեք, այս դպրոցները փակում են, սրանք դպրոց փակող են, սրանք դպրոց սարքող չեն։ Բայց իրենց ձևով այս մարդիկ այնքան անտաղանդ էին, որ նույնիսկ չէին նկատել, թե այդ մեղադրանքները ինչ ֆոնին են հնչեցնում։ Օրինակ Սալվարդի դպրոցը, որտեղ ետնանկարում պարզ երևում էր դպրոցի պատուհաններից դուրս եկած վառարանների խողովակները, ու սա ակնհայտ փաստ է, որ այդ դպրոցում ուղղակի չկա, գոյություն չունի ջեռուցման համակարգ։ Մեկ այլ լուսանկար Սալվարդի դպրոցից, որտեղ պարզ երևում է խոնավությունից նեխած պատը, ու բնականաբար այդ պատը երկար չի կարող ծառայել։ Հետագայում նաև անվտանգային խնդիր կարող է ստեղծել այնտեղ սովորող աշակերտների համար։ Հիմա տեսնենք այս նույն դպրոցի ներսում ինչ է կատարվում։ Դասարաններ, միջանցքներ, որտեղ ուղղակի չկա, գոյություն չունի անգամ հասարակ հատակ, ու երեխաները դասապրոցեսները անցկացնում են բետոնի վրա բառի բուն եւ ուղիղ իմաստով։ Դասարաններ, որտեղ անգամ նորմալ դուռ գոյություն չունի։ Եվ այո, մենք պատրաստվում ենք փակել այս դպրոցը։ Մի պարզ պատճառով, որովհետև կառուցելու ենք նորը, շատ ավելի անվտանգ, բարեկեցիկ ու ժամանակակից, որտեղ մեր երեխաները կկարողանան իրացնել իրենց կրթվելու իրավունքը։ Բայց ամենազավեշտալին այս պատմության մեջ գիտեք որն է, որ այս ամեն ինչի մասին խոսում է մեկը, ում հայրը եղել է այս իրավիճակի նախահայրերից մեկը։ Այո, նույն Նարեկ Կարապետյանի հայրը իշխանություն է կիսել Սերժ Սարգսյանի հետ, եղել է նրա աշխատակազմի ղեկավարը, եղել է ՀԿ խմբակցության ղեկավարը եւ ուղիղ պատասխանատու է մեր դպրոցներում տիրող այս խայտառակ իրավիճակի համար։ Հուսով եմ հաջորդ անգամ Նարեկը որևիցե դպրոցի պայմաններից դժգոհելուց, բողոքելուց առաջ կհիշի, որ իր հայրը ուղիղ պատասխանատու է այդ ամեն ինչի համար։ Թե բա մենք կապ չունենք նախկինների հետ։ Ինչքան հին ու նոր ընդդիմադիր կա, ով քնից զարթնում է, փորձում է համոզել մարդկանց, որ 2026 թվականին սպասվող ընտրություններին հաղթելու է եւ գալու է իշխանության։ Հələ մի րոպե, ժողովուրդ, եթե չլիներ 2018 թվականի հեղափոխությունը, ու եթե չլիներ ներկայիս իշխանությունը, ու մորոք այլևս ընտրություններ չեն կեղծվում, ձեր մտքով անգամ չէր կարող անցնել, որ կարող եք ընտրությունների միջոցով գալ իշխանության։ Այնպես որ հաջորդ անգամ, երբ կփորձեք մարդկանց համոզել,
որ հաղթելու եք 2026-ին սպասվող ընտրություններում, չմոռանաք շնորհակալություն հայտնել ներկայիս իշխանությանը, ում օրոք Հայաստանում այլևս ընտրություններ չեն կեղծվում։